Եթերում Սուրանկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայա Ղազարյանս եւ Սուրանկյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը կլինի 17-ժամյա գրաֆիկով։ Օրերս այս վերնագրով տեղեկությունը առաջացրեց տասնյակ հազարավոր սպառողների զայրույթը։ Ճիշտ է, Վիոլետ ջուրը փորձեց արդարանալ, թե ամեն տարի ժամանակացույց է հրապարակում, հուսահերթականն է, բայց այս տարվա ցանկում նոր հասցեներ էին ներառված, որոնցում նախորդ տարի ամռանը 24 ժամ ջուր է եղել։ Աղմուկը այնքան մեծ էր, որ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարը շտապեց հայտարարել, թե կառավարությունը եւս ժամանակացույցը խնդրահարույց է համարում։ Ոստի որոշվել է կասեցնել դրա գործողությունը, լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել եւ կազմել նախորդ 2 տարիներից ավելի լավ ժամանակացույց։ Բայց եթե հնարավոր է բարելավել ջրամատակարարումը, ինչու է Վիոլետ ջուրը գնում հակառակ ճանապարհով։ Թե ինչպես են բարելավելու դժվար է ասել, բայց եթե անցնող տարիներին էական քայլեր ձեռնարկվեին կորուստները նվազեցնելու ուղղությամբ, այսօր պատկերը այլ կլիներ։ Չեն ձեռնարկել կամ կիսատ են ձեռնարկել, ու հիմա գիշերային անջատումների անհրաժեշտությունը բացատրում են նախ եւ առաջ տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացմամբ։ Մինչդեռ հարց է առաջանում. եթե բողոքում եք, որ տասնյակ հազարավոր նոր սպառողներ են ավելացել, երբ Երևանի քաղաքապետարանը հարյուրավոր նոր շենքերի շինթույլտվություն էր տալիս, զգուշացրել եք, որ չեք կարող այդքան ջուր ապահովել։ Գուցե այդ ժամանակ բարձրաձայն էիք, որ համակարգը պատրաստ չէ նման բեռի եւ արդյունքում տուժելու են բոլորը։ Պակաս մեղավորություն չունեն նաեւ իշխանությունները։ Ինչու է հիմա հայտարարվում ներդրումային ծրագրերը եռակի ավելացնելու պայմանավորվածության մասին։ Ինչու՞ սա չէր արվում նախորդ տարիներին։ Նորմալ է, որ ջրերի երկիր Հայաստանում կամ բնակավայրեր, որտեղ ջուրը տրվում է օրական ընդամենը 6 ժամ։ Էլ չենք խոսում որակի մասին։ Քլորի, յոդիամ, աղի նստվածք։ Մի խոսքով, սպառողը արդեն հոգնել է։ Արդարադատության նախկին նախարար իրավաբան Արփինե Հովհաննիսյանը պարբերաբար անդրադառնում է ջրամատակարարման խնդիրներին եւ ազգաբնակչության հուզող կարևորագույն խնդիրը հենց նրա հետ են քննարկել։ Վեոլյանն ասում է նախապես, որ ժողովուրդ ջան, ամառվա ամիսներին ես 24 ժամյա ջրամատակարարում չեմ կարողանալու ապահովել։ Շատ վատ է, որ ջուր չի լինելու։ Ինչ ուզում են անում են այս երկրում։ Ջրային ոլորտի մեր կորուստները անհամեմատելի են։ Դեմը առնել է պետք։ Վթարված տեղեր կա, որ նայում ես ջուրը գնում, ոչ մեկ տես չի լինում։ Աման, զուլում բան է։ Վիոլետ ջուրը հրապարակել է 2026 թվականի ջրամատակարարման գրաֆիկը, որի հետ կապված բարձրացած աղմուկը իշխանություններին ստիպեց հանդես գալ դրա կասեցման վերաբերյալ հայտարարությամբ։ Որքանով են հիմնավոր ընկերության փաստարկները ջրամատակարարման վատթարացման վերաբերյալ եւ արդյոք հնարավոր է կազմել ավելի բարելավված ժամանակացույց 2024-25 թվականների համեմատ։ Նախ սկսենք նրանից, որ կառավարության միջամտության ձևաչափը լավ չեմ պատկերացնում։ Ակնհայտ է, որ սա քաղաքական ընդհանրապես միջամտություն է։ Ակնհայտ է, որ սա նախընտրական շրջանում լարվածությունը թոթափելու որոշակի քայլ է, ցանկացած բանական մարդ դա հասկանում է, եւ ակնհայտ է նաեւ, որ տարիների ընթացքում Վիոլետ ջրի կողմից ворթեգրած քաղաքականությունը եւ պարբերաբար ջրամատակարարման գրաֆիկի վատթարացումները ըստ էության վիճակ են ստեղծել, որ իրենք չեն կարող լավարկել, այսինքն եթե թղթի վրա բոլորից հերոսաբար 1 շաբաթ, 2 շաբաթ անց կհրամցվի որևէ գրաֆիկ, որը կասեն այ տեսեք, օրինակ Արաբկիրի այս հասցեում 17 էր, հիմա դարձրեցին 24 կամ հակառակը, ինչ որ տենց բարելավումներ կասեն, դա դե ֆակտո կյանքում հողի վրա չի իրականանալու։ Կա դրա մեխանիզմը հաղթահարման, այսինքն Վիոլետ ջուրը ի վերջո կանի այն ինչ իրեն հարմար է, եթե անհրաժեշտ լինի անգամ կտուգանվի։ Այսինքն կառավարությունը չուներ այստեղ որևէ ուրեմն գործառույթ եւ նաեւ ես չեմ հավատում լավարկված գրաֆիկի գոյությանը։ Վարձակալության պայմանագրով Վիոլետ ջուրը ստանձնել է խմելու ջրի արտադրության եւ վաճառքի, կեղտաջրերի մաքրման համակարգերի կառավարման, ինչպես նաեւ բաշխից ցանցերի արդյունավետության բարձրացման ու զարգացման պարտավորություն։ Որքանով է ընկերությունը արդյունավետ իրականացնում ստանձնած պարտավորությունները։ Խնդիրը ինչումն է։ Վիոլետ ջուրը լավ է կառավարում, վատ է կառավարում։ Ի վերջո, այդ հարցի պատասխանը
Ես կամ դուք չէ որ պետք է տանք, քաղաքացին իր մաշկի վրա զգում է։ Մենք տեսնում ենք ինչպիսի մաշվածությամբ տարբեր ջրագծերի մասին են խոսում եւ այլն, կապիտալ ներդրումները անհրաժեշտ ծավալով չեն իրականացվում։ Բայց որպեսզի հայտարարությունները մերկապարանոց չհնչեն, շատ ավելի գրագետ եւ ճիշտ կլներ այդ թվում իմ կողմից, որպեսզի ես կարողանայի հղում կատարել անկախ աուդիտորի եզրակացությանը։ Երբ 2016 թվականին Veolia ջուրընկերությանը տրվում էր կառավարման մեր ջրային ռեսուրսները, այսինքն վարձակալությամբ է տրված, հանձնված չի, սեփականությանը չի տրված, հա։ Այնտեղ պայմանագրում դրույթ կար, պարտադիր, անկախ աուդիտորի կողմից միջազգային, որ պետք է գան ամեն տարի աուդիտ անեն ու ասեն Veolia ջուրը լավ է կառավարում թե վատ։ Վերջին անգամ նման եզրակացություն եղել է 2019-20 թվականներին գերմանական ընկերության կողմից, որը ի դեպ արձանագրել էր խախտումներ Veolia ջուրի ընկերության կողմից, նրան էլ տուգանել էր, կառավարությունն էլ այդ տուգանքը վերցրել ու Veolia ջուրի փոխարեն մուծել էր, ասեմ ձեզ։ Մեր բոլորի հարկերից, բայց ես չեմ կարող այդ հարցին այսպես պատասխանել մասնագիտորեն, որովհետև վերջին 5 տարում չկա այդ աուդիտը։ Չկա, սա ամենակարևոր պայմանագրային խախտումն է, հիշեք, մնացած ամեն ինչ սպառողի մասին է, բայց մնացած այդ ամենը ածանցվում է սրանից։ Չկա անկախ աուդիտոր, չկա անկախ եզրակացություն վիճակի մասին։ Ու վերջ։ Veolia ջուրը հայտարարում է, որ ջրային կոմիտեի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն նախատեսված է կապիտալ ներդրումային ծրագրերի ծավալի շուրջ եռակի ավելացում, ֆիզիկական կորուստները նվազեցնելու նպատակով։ Որքանով է գոհացուցիչ մինչ այժմ կատարված աշխատանքների ծավալը եւ ինչու հայտարարված ծրագրերը չեն իրականացվել նախորդ տարիներին։ 2018 թվականի դեկտեմբերից սկսած ջրային կոմիտեն Veolia ջուրընկերության հետ 50-ից ավել նոր համաձայնագրեր է ստորագրել, որով փորձել է այս կամ այն կերպ մեղմել Veolia ջրի պարտավորությունները։ Դրանց թվում եղել են նաև այնպիսիք, որոնք օրինակ Veolia ջրի կողմից կատարվող ներդրումները տեղափոխել են ավելի ուշ ժամկետի։ Եղել են այնպիսիք, որ ըստ էության պետությունն իր վրա է վերցրել այնպիսի պարտավորություններ, որոնք նախնական պայմանագրով Veolia ջուրընկերության վրա էին դրված որոշակի օբյեկտների մասով եւ այլն։ Խնդիրը այն է, որ Veolia ջուրընկերությունը իր կողմից կապիտալ ներդրումները, որոնք ինքը պետք է կատարի անհրաժեշտ ծավալի մասին են խոսքը, ինքը բարբերաբար հավանաբար դա փոխկապակցում է սակագնի բարձրացմանը, իսկ պետությունը իր հերթին իր կողմից, այդ դա չեմ կարող ասել ինչ պատճառներով չկատարելով իր կողմից կապիտալ ներդրումների ծավալը զիջումների է գնում, ճակերտներում զիջում բառը, որովհետև դա որևէ մեկը դրանց իրավունք չի տվել այդպիսի նվերներ մատուցել Veolia ջուրընկերությանը եւ իրենք իրենց հերթին չեն անում, նրանք էլ իրենց հերթին անհրաժեշտ ծավալով չեն անում։ Ես ուզում եմ արձանագրել, որ համակարգն իրականում կոլապսի առաջ է եւ մենք ինչքան էլ բարձրաձայնենք խնդիրներ, իրավիճակային շտկումներ են հնարավոր եւ այս արձագանքը եւս ընդհանրապես իրավիճակային նախընտրական շրջանակներում արձագանք էր, համակարգային գլոբալ լուծումներ չեն լինելու, քանզի անհրաժեշտ ծավալով ներդրումները երկկողմանի, թե Veolia-ի կողմից եւ թե պետության կողմից չեն կատարվել։ Հետևաբար բարձրաձայնել ինչ որ լրացուցիչ ծավալի մասին, հələ մի այն մյուս ծավալները անեին, հետո նոր լրացուցիչ ծավալների մասին խոսեին։ Տարբեր տարիների ընթացքում կառավարությունը սուբսիդավորել է Veolia ջուրընկերությանը սակագնի կտրուկ տատանումները չեզոքացնելու հիմնավորմամբ։ Որքանով է արդարացված այս մոտեցումը եւ արդյոք հիմնավոր են եղել սակագնի վերանայման վերաբերյալ ընկերության հայտերը։ Այս հարցին չես կարող ցուցաբերել այսպես համահարթեցնող մոտեցում, այսինքն ես չեմ կարող յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր կառավարության, այս կառավարության, նախորդ կառավարության կարևոր չէ, համար որոշակի, այսպես ասենք, որ դեպքում է հիմնավորված եղել, որովհետև դրանք տարբեր գործոններ կարող են ազդել։ Հիմնական գործոններից մեկը բնականաբար սոցիալապես ոչ շատ բարեկեցիկ, ուրեմն հանրային սեգմենտում բարձրացնելն է եւ հանրային արձագանքից բացական արձագանքից խուսափելը դա մշտապես բոլոր կառավարություններին կարող է բնորոշ լինել, բայց խնդիրն այն է, որ կոնկրետ այս վերջին տարիներին սակագնի չբարձրացումը դարձել է Veolia ջուրընկերության կողմից, այսպես թաքնված իրենց խոսակցություններում, այնտեղ հավանաբար Veolia ջուրընկերության տնօրենը նոր տիկինը լավ է համոզում կարողանում հիմնավորել ու լավ ներկայացնել, որ այ դա է պատճառը, այս սակագինը չեք բարձրացնում, մենք էլ մեր մասով անհրաժեշտ ծավալի ներդրումները չենք կարողանում անել, դա հետևաբար մի քիչ ներողամիտ եղեք, այ սա, ով է ուժում Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին։ Հետևաբար յուրաքանչյուր անգամ պետք է հարցին դիտարկել եւ այս դրա հասցեատերն իհարկե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է, թող իրենք բացատրեն։ Որքանով է հանրապետության բնակչությանը մատակարարվող ջրի որակն այսօր համապատասխանում սահմանված նորմերին եւ միջազգային ստանդարտներին։ Այսա շատ ցավոտ հարց եք բարձրացնում, ես նախորդ տարվանից ամառվանից ըստ էության
Ուսումնասիրություններ եմ սկսել, տարբեր շրջանների ջրեր տրամադրել փորձաքննության, խոսել մասնագետների հետ եւ փորձել հասկանալ ինչ է կատարվում, որովհետեւ մարդիկ այսօր այօրերին էլ իմ տեսանյութերի ներքո, թե Instagram-ում եւ թե Facebook-ում ուղղակի հազարավոր մեկնաբանություններ են թողում տարբեր հասցեներով խմելու ջրի խայտառակ որակի մասին, էլ հոտ, էլ համ, էլ չգիտեմ գույն ամեն ինչի մասին, ասեմ, որ իսկապես չի համապատասխանում առողջապահության նախարարության ցուցանիշներին, այսինքն տարբեր շրջանների արդյունքները ցույց են տվել, որ հատկապես ամառային ժամանակում այդ ջուրը խնդիրներ ունի կոշտության տեսանկյունից հատկապես, որ բնակչությանը պարզ լինի ասեմ, որ դա մեծ խնդիրներ է առաջացնում, երբ որ խոշոր ծավալներով եւ անընդհատ է օգտագործվում, այսինքն երիկամային հիվանդություններ, սրտանոթային հիվանդություններ, աղիքային խնդիրներ, բազմաթիվ, որոնք իրենք էլ գիտեն իրենց երեխաների կողմից օգտագործվող ջուրը, եւ բանն այն է, որ խնդրեմը այն է, որ տարբեր մեծ խոշոր քաղաքներ, ինչպես օրինակ Մասի, Սարմավիրի մարզի բազմաթիվ բնակավայրեր հերիք չի այդ ջուրը չեն օգտագործում, այսինքն մի հատ է վճարում են դրա համար։ Որպես խմելու ջուր իրենցից գանձվում է այդ գումարը, բայց իրենք այդ ջուրը չեն օգտագործում, իրենց տեխնիկան է փչանում։ Ու այսպես շարունակ այնպես որ սա հատուկ ուշադրության առարկա ենք դարձնելու, այսինքն ես շարունակելու եմ այս ամառային ժամանակում եւս ուսումնասիրել, տեսնենք թե վեոլաջերի կողմից ինչպիսի արձագանք է լինելու, բայց ավարտելով ուղղակի ասեմ, որ ամբողջ աբսուրդը նրանում է, որ վեոլաջուր ընկերությունը ինքն է ստուգում արտադրական վերահսկողությունը ինքն է ստուգում իր մատակարարած ջրի որակը, այսինքն երբ որ քաղաքացին ասում է մի հատ հլեք եք տեսեք, գալիս տեսնում են նորմալ է ամեն ինչ։ Ոչ, մենք նորմալ որակի ջուր չենք խմում։ Չկա ավելի սարսափելի բան, քան մոր անզորության արդյունքները, որոնք թափվում են սեփական երեխաների հոգեկան, ֆիզիկական տանջանքները անվերջ տեսնելուց ու ոչինչ ձեռնարկել չկարողանալուց։ Չի կարողանում, որովհետև միայնակ է։ Միայնակ է, որովհետև հարբեցող ամուսնու բռնությունները այլևս անհնար էր հանդուրժել։ Շարունակական բռնություններ, որոնք երեխաների մոտ հոգեբանական լուրջ բարդույթներ են առաջացրել։ Խոսքը Նուբարաշենում բնակվող խանչափած 3 երեխաների մոր 48-ամյա Նունե Ստեփանյանի մասին է։ Թեև կնոջ տարիքի մասին ընդունված չէ խոսել, սակայն Նունեի դեպքում այն վկայում է, որ բավականին ուշ տարիքում է երեխաներ ունեցել։ Ու փոխանակ վայելեր, երկար սպասված Աստծո պարգևները նա հայտնվել էր տառապանքներով լի մի փակ շրջանում, որտեղից դուրս գալու անհաջող փորձեր էր ձեռնարկում։ Այս ընտանիքի մեր նախորդ անդրադարձը շատերի գուտներ շարժել։ Մեր խմբագրությունում զանգերը չէին դադարում։ Մարդիկ տարակուսած հարցնում էին, թե ինչու չի դիմում իր ապահներին, ինչու պետական կառույցները, մասնավորապես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը չեն աջակցում, եւ առասարակ ինչու է պետությունը խուլ նման իրավիճակներում հայտնված ընտանիքների օգնության կանչերի հանդեպ։ Նախ ասեմ, որ այս դեպքում պետությանը մեղադրելը այնքան էլ արդար չէ։ Նույնն երեխաների նպաստ ու թոշակ է ստանում։ Բայց նա էլ ունի առողջական լուրջ խնդիրներ։ Հետևաբար գումարը բավականացնում է սոսկ, սննդի ու դեղորայքի համար։ Բարեբախտաբար ունենք նաև մշտական հեռուստադիտողներ ու գործընկերներ, որոնք ավելորդ հարցեր չեն տալիս, այլ ուժերի ներածին չափ փորձում են սատար կանգնել կյանքի դժվարությունների առաջ կքած ընտանիքներին։ Նրանք որոշեցին դարման դառնալ նաև Նունեի վերքերին եւ աջակցեցին ոչ միայն խոսքերով, այլև գործով։ Քարտին այս պահին մոտ կես միլիոնի գումար կա։ Եղան նաև կանխիկ նվիրատվություններ, երեխաների ու նրանց մոր առողջական խնդիրների անվճար բուժման պատրաստակամություն։ Տրամադրեցին կենցաղային ապրանքներ, գույք, շինանյութ։ Ուրախ եմ ազդարարել, որ եւս մի ընտանիքի ձախորդությունների շղթան կտրվեց ու նրանք հավատով լցվեցին կյանքի հանդեպ։ Ներկայացնում եմ Քնարիկ Պետրոսյանի «Երբ փրկիչը գութն է» տեսանյութը։ Շտապում ենք Նուբարաշեն, մեր նախորդայցի ընթացքում Նունեն անկեղծորեն խոստովանեց, որ մշտապես հետևելով խեղված ճակատագրեր էջի տարբեր հերոսներին, տեսնելով նրանց երջանկությունը, քանի անգամ հենց իրեն է պատկերացրել նույն այդ երջանկությունն ապրելիս։ Այսօր այդ պահն է։ Րոպե առաջ ենք ուզում ուրախացնել շատ ու շատ դժվարություններ ճաշակած ընտանիքի անդամներին ու հատկապես երեխաներին, ովքեր առողջության հետ կապված խնդիրներ ունեն։ Աղջիկս ասմա էլ ունի փոքր ժամանակվանից բրոնխիտայինքը հենց սկսում ավատանալ, մենք ապարատով ենք իրան շնչացնում։ Ընտանիքի դժվարին վիճակը շատերին էր հուզել, մարդիկ օգնություն ու ընկերություն էին առաջարկում։ Օրան բարեգործական հիմնադրամը տեսնելով այս ընտանիքի դառը պատմությունը, շտապել էր օգնել գումարով։ 1 տարի ամեն ամիս Նունեին գումար կուղարկի Օրանը, որը երեխաների դեղորայքի ծախսը կփակի։
ինձ այսքան ժամանակ ճիշտն ասած ինձ տարիով օգնող չի եղել, շատ զգացված եմ։ Նունեի երեխաներին օգնել ցանկացողների թվում էր նաև լոգոպեդը, ով իմանալով 3 երեխաների խնդիրների մասին մեր նկարահանող խմբի հետ շտապեց Նունեի տուն, տեղում ծանոթանալու, իր մասնագիտական աջակցությունը ցուցաբերելու, նրանց հետ մշտական անվճար աշխատելու համար, լուծելու երեխաների մոտ առկա խոսքի խնդիրները։ Սրանք պտուտակահան են ասում, դժվար է կփորձես ասել, հələ ասա։ Պուտուտա, Կահան։ կահան։ Այս երեխաների հետ իմ աջակցությունը կկայանա նրանում, որ ես որպես լոգոպեդ պետք է աշխատեմ նրանց հետ խոսքի զարգացման վրա, որպեսզի կարողանան արդեն եւ գրել եւ կարդալ։ Նախորդ անգամ նշել էինք, որ հոր կողմից պարբերաբար ծեծին ենթարկված երեխաների առողջությունը զգալի խաթարվել է թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն։ Ընտանիքի պատմությունը հուզել էր նաև ժեստ հոգեբանական կենտրոնին։ Կենտրոնի տնօրեն Մարիամ Մեհրաբյանը անձամբ կզբաղվի հոր կողմից բռնության ենթարկված երեխաների խեղված հոգեբանությամբ։ Կունենան անսահմանափակ հնարավորություն այցելելու, որովհետև այսօր գնահատման ընթացքում էլ պարզ դարձավ եւ երևաց, որ կարիք կա սոցիալական դժվարությունների կողքին թույլ չտանք, որպիսի երեխայի զարգացում ունենա դժվարություններ։ Բարերարների մեր բանակին նոր միացած մեր գործընկեր Իսաջանյան դեն կլինիկայի սրտացավ տնօրինությունը պատրաստակամություն հայտնեց Նունեի ատամները բուժել անվճար։ Այս կլինիկայում կարևորում են անհատական մոտեցումը յուրաքանչյուր այցելուի նկատմամբ, կատարում են նախնական խորհրդատվություն ու բուժման պլանի ներկայացում, ապահովելով հարմարավետ միջավայր։ Նունեն ավելի ուշ խոստովանեց, հիմա ատամի ցավը գիշերները ստիպված չի լինի լուռ տանել։ Գիտի, որ ապահով ձեռքերում է։ Այսինքն բոլորն էլ լավ մարդիկ են, որ այսօր իմ նեղության համար իրանք մի ակնթարթում ես չի սպասում, ճիշտ ասած, լավ կալիքներ լիներ։ Խոնավ, փոքրիկ ու լքված այս տանն ապաստանած ընտանիքին այսօր մի շարք անակնկալներ էին սպասվում։ Հաջորդը սպասված բազմոցներ, տան բազմոցները հնամաշ ու շարքից դուրս եկած էին։ Վերմշտական գործընկեր Բազմոց գրուպը ընտանիքին բարձրաճաշակ, նորավոճ, փափուկ ու հարմարավետ հյուրասենյակային բազմոց էր ուղարկել։ Փոքրիկ Նատալիի քնելու տեղի խնդիրն է լուծվեց։ Աղջնակը հարմար տեղավորվել էր Արգավան Դեյեմի ուղարկած նրբաճաշակ, նորավոճ բազկաթոռին, որը նաև որպես մահճակալ կծառայի։ Երեխեքը բազմոցից էին շատ ուրախացել։ Նունեն ու երեխաները պիտի ավելի ուշ խոստովանեին, որ կյանքում երբեք այսքան նվերներ չեն ստացել։ Մայրն ասում է, որ ամեն հեռախոսազանգից հետո երեխաների մոտ հոգեբանական դրական փոփոխություններ է նկատել, որն այսօր էլ շարունակվում է։ Անհամբերությունից ակտիվացած փոքրիկները իրար հերթ չտալով շտապում էին տուն տանել նվերները։ Նրանց անչափ ուրախացրել էին Edit Print հրատարակչության ուղարկած գեղարվեստական գրքերն ու նկարազարդ տետրերը։ Վերջապես տղաները իրենց սիրելի հոբիով նկարելով կզբաղվեն։ Ես սիրում եմ գրքեր, տետրեր, ալբոմներ նկարել։ Հեռախոսներով փոքրիկներին ապահովեց մեր մշտական գործընկեր Mobile Center խանութ սրահների ցանցը։ Սմարթֆոններ էին ուղարկել Արտյոմին ու Արենին։ Երեխաների աչքերը երջանկությունից փայլում էին։ Շնորհակալություն, ես չունեի հեռախոս։ Մամայիս կզանգեմ։ Անմոռանալի ժամանցն էլ կազմակերպեց Ակվատեկ մարզաառողջարանային համալիրը։ Ամբողջ ընտանիքին հրավիրեցին ամենամեծ ջրային զվարճանքների գոտի։ Տիկին Նունե, ձեզ երկար ու բարդ ճանապարհ է սպասվում, 3 հրաշք եք մեծացնում ու այդ ճանապարհին կուզենք մի փոքր ուրախություն էլ մենք ապարգևենք երեխաներին ու հրավիրում ենք սիրով Ակվատեկ։ Արկածներ սիրող երեխաները լողում էին, խաղում ու լիաթոք զվարճանում, ինչից հետո էլ օգտվեցին համեղ հյուրասիրությունից։ Մեր մշտական գործընկեր Էկոկոմֆորտ ընկերությունը, որը շուկայում հայտնի է դռների ու պատուհանների արտադրությամբ, շտապեց օգնության ձեռք մեկնել այս ընտանիքին։ Էկոկոմֆորտի աշխատակիցները անձամբ էին ֆինանսական աջակցությունը բերել։ Էկոկոմֆորտ ընկերությունը իմանալով ձեր ընտանիքի դժվարությունների մասին, որոշեց օգնել ձեզ։ Նունե ջան, ցանկանում ենք լինեք առողջ եւ ուժեղ, որ երեխաներին հասցնեք իրենց նպատակին։ Թող բարեմարտիկ շատ գտնվեն, որ լինեն ձեր նման մարդկանց կողքին։ Մեր գործընկերների աչքից չէր վրիպել նաև, որ Նունեն սնունդը պարտքով է վերցնում։ Համեղ ու բարձրորակ պահածոների, մուրաբաների, թթուների եւ կոմպոտների մեծ տեսականին ապահովեց Իջևանի գինու կոնյակի գործարանը՝ մի ամբողջ ամսվա պաշար ուղարկելով։
Համ սնունդը, համ պարագաները, ամեն ինչն էլ ինձ պետք էր։ Արզնիկատ ընկերությունն էլ երեխաների թերսնման խնդիրը մեղմելու համար համեղ, բարձրորակ ու առողջարար կաթնամթերք էր ուղարկել։ Ընտանիքին աջակցեցին նաև ֆինանսապես։ Համեղ ու օգտակար իր արտադրատեսակից էր ուղարկել նաև Sunfood ընկերությունը՝ կեչուպներ, մայոնեզներ, կարագներ, սփրեդներ, բարձրորակ յուղեր։ Արաքս թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչներն էլ իրենց տեսականուց թարմ արտադրանքի մի մեծ պաշարով ապահովեցին։ Նունե ջան, այս դժվարին պայմաններում Արաքս թռչնաֆաբրիկան ձեզ ուղարկել է իր արտադրանքներից հավի թարմ մսատեսականի, կիսաֆաբրիկատներ եւ ապխտած տեսականի, որպեսզի վայելեք եւ ձեր հոգսը մի փոքր թեթևացնենք։ Շատ շնորհակալ եմ, ապրեք, Աստված ձեզ օրհնի։ Մայրը հատուկ խնամք պահանջող երեխաների համար նույնիսկ քաղցրավենիք չէր կարողանում գնել։ Սա շատերին էր հուզել, եւ մեր մշտական գործընկերները շտապեցին միանալ աջակցության ձեռնարկին։ Երեխաների քաղցրի պահանջը լրացնելու նախաձեռնությանը միացել էր Տավուշ Sweet ընկերությունը, ուղարկելով հայկական անուշ գաթաներ, թխվածքաբլիթներ ու փախլավաների տեսականի։ Իսկ Ռուսկի բիսկվիտ ընկերության հարուստ քաղցրահամ տեսականին ամբողջացրեց քաղցրավենիքի պաշարը։ Ուրախ եմ, որ այդ մարդիկ կային, որ մեզ օգնել են։ Որ միստ պետք է այդպես մարդիկ լինեն, բարի հոգով։ Տնտեսական ապրանքներ արտադրող Mr. Gin ընկերության օժանդակությունն էլ Նունեն մեծ ոգևորությամբ ընդունեց։ Նրան ապահովեցին տան անհրաժեշտ մաքրող միջոցների, հիգիենայի պարագաների մի քանի ամսվա պաշարով։ Ընկերությունը նաև ֆինանսապես աջակցեց։ Կային ինձ օգնողներ, բայց այս աստիճան ճիշտ ասած չէի հավատում, որ կլինեին էլի։ Նունեն կուտակած պարտքերի հաշիվը արդեն կորցրել էր։ Իրենց դրամական աջակցությամբ այս մեծ բեռը թոթափելուն օժանդակեցին Երևան City սուպերմարկետների ցանցը, ցանցերի աշխարհ ընկերությունը, Դավիթը։ Նունեի եւ իր երեխաների կյանքը փոքրիշատե թեթևացնելու համար դրամական աջակցություն ցուցաբերեցին նաև Ֆրանսիայում եւ Բելգիայում բնակվող մեր հայրենակիցները։ Արսենն ու Արայիկը, ինչպես միշտ, պատրաստակամություն հայտնեցին դրամական աջակցություն ցուցաբերել նաև այս ընտանիքին։ Նախաձեռնությանը միացան նաև Անտոշկա մանկապարտեզն ու Arix Group ընկերությունը։ Պարզվում է, մեր հաղորդումից շատ չանցած ընտանիքին տարբեր անհատների կողմից դրամական աջակցություն է տրամադրվել։ Բանկային քարտին դրամական փոխանցումներ են կատարել մեր սրտացավ հեռուստադիտողները։ Միջեմը չի դադարում փոխանցումները, շատ շնորհակալություն, որ իմ երեխաները իմ կողքին իրանք այս պահին կան, այդ գումարի կարիք շատ ունեի։ Եվ իհարկե շնորհակալ ենք Լեգարա բեռնափոխադրում իրականացնող ընկերությանը բոլոր նվերները մեզ հետ միասին տեղ հասցնելու համար։ Այսքան տարի իսկականից sense լավ չէինք զգացել, երեխեքս իրոք շատ ուրախացան, շատ մեծ դուր բացվեց էլի մեր համար։ Եվս մեկ ընտանիք ստացավ նոր ու լուսավոր ապագա ունենալու հնարավորություն։ Ծայրահեղ դժվար ու անելանելի իրավիճակներ բոլորիս կյանքում է լինում են։ Կարևորը թերևս այդ դժվար ճանապարհը պատվով հաղթահարելն է, համապատասխան դասեր քաղելն ու դեպի նոր կյանք նորովի մտնելը։ Գնալիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք 200-ից ավելի դպրոց այսպես մեկընդմիշտ փակելու է իր դուռը։ 100-ից ավելի փոքր աշակերտական թվակազմ ունեցող դպրոցները։ Այստեղ 232 դպրոցի անուն կա։ Այդ դպրոցները փակվելու են։ Թեպետ այդ մասին ուղիղ խոսք գործադիրի փաստաթղթում խոշորացույցով փնտրես, չես գտնի։ Ներքին կարգով է բոլոր դպրոցներին ասվել է։ Ահա թե ինչու փորձագետներից սկզբում մեկ այլ թիվ էինք լսում, հետո 3-ով պակաս է։ Այն մարդիկ, որոնք այդ թիվը հրապարակել են, մի քիչ լավ չեն պատկերացնում։ Նրանց նախարարության պարզաբանումը, մեկնաբանությունը, հերքման տեքստերը չեն համոզում։ Ցավալի է, որ կրթության ոլորտը շարունակվում եւ թիրախավորվում է։ Հատկապես գյուղերում գիտենք, այս հարցը լուրջ է։ Խտանելու է աշակերտների մեջ արտագաղթը։ 19 միլիարդ 500 միլիոն դոլար։ Ֆիքսեցիք թիվը։ Ֆիքսեցիք։ Աճը կազմում է 3500%։ Ժողովրդի մի մասը դարձել է խաղամոլ։ Պետական ծառայողներ, զինվորականներ, սահմանափակումները, որոնք կիրառվելու են քաղաքացիների որոշ խմբերի նկատմամբ։ Այս անձանց խաղերի մասնակցությունը նույնպես արգելվում է։ Տրվելու է միասնական օպերատոր, որը համակարգելու է ոլորտը։ Ամբողջ տեղեկատվությունը փոխանցվելու է ռեալ ժամանակում։ Շահումով խաղերի հարկման համակարգն ի սկզբանե սխալ ռելսերի վրա է դրված։ Հարկադրույքները արդար չեն, ազնիվ չեն։ Ամեն 6-րդ քաղաքացի ընդգրկված է բանկային համակարգի սև ցուցակում։ Մտածում եմ, որ ինքը հաշվարկներ ունի եւ ինքը ամեն ինչ վերահսկում է։ Առաջիկա ամիսներին ավելի ստույգ մինչև սեպտեմբերի 1-ը Հայաստանում կարող է փակվել 229 դպրոց, որոնցից 218-ը տվյալ բնակավայրում միակ կրթական հաստատությունն է։
Ըստ փորձագետների սկզբում այդ թիվը 232-ներ, սակայն հետագայում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը որոշեց ցանկից անել 3-ը։ Մասնագետների տեղեկություններով ամենաշատ դպրոցները նախատեսված է փակել Սյունիքում եւ Շիրակում։ Բայց արյութես, որ նախարարությունը հերքում է դպրոցների փակվելու մասին տեղեկությունը։ Ըստ հանրակրթության վարչության պետի, իրենք պարզապես փոխում են դպրոցների ֆինանսավորման բանաձևը։ Մի այսպիսի կանոն կա. գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։ Ասել է, թե եթե կիրառվելու է ֆինանսավորման այնպիսի մոդել, որի արդյունքում վտանգվելու է դպրոցի բնականon գործունեությունը, ապա անունը ինչ ուզում եք դրեք։ Ասենք, եթե սահմանամերձ շրջանում մոտ 80 աշակերտ ունեցող դպրոցի պահպանման համար տարեկան պահանջվում է դիցուք 100 միլիոն դրամ, ու եթե առաջ ես քաշում մի բանաձև, որի կիրառման դեպքում այդ ֆինանսավորումը կկազմի, ասենք, 20 միլիոն դրամ, ապա հասկանալի չէ, որ այդ դպրոցի գոյությունը հայտնվելու է հարցականի տակ։ Այս ամենը ասում են, որպեսզի պարզ դառնա, թե ինչու նախարարության պարզաբանումը չփարատեց մասնագետների մտահոգությունները։ Ուստի փորձենք հասկանալ, ինչ է սպասվում հատկապես սահմանամերձ այն համայնքներին, որտեղ դպրոցները կարող են փակվել։ Նախ հոգեբանական ազդեցության մասին։ Գաղտնի չէ, որ դպրոցը գյուղի կենտրոնն է, նրա սիրտը։ Երբ այն փակվում է, համայնքի կյանքը կարծես դադարում է, մարդիկ կորցնում են ապագայի նկատմամբ վստահությունը, երեխաները անորոշության մեջ են հայտնվում։ Տնտեսական բացասական հետևանքների մասին էլ չեմ խոսում։ Ուսուցիչներն ու աշխատակիցները կորցնում են աշխատանքը, նվազում է շրջանառությունը գյուղում։ Բայց այս ամենը չարյաց փոքրագույն է։ Երբ գյուղում դպրոցը փակվում է, երիտասարդ ընտանիքները ստիպված են լինում տեղափոխվել երեխաների կրթությունը ապահովելու համար։ Արդյունքում գյուղը ծերանում է, ծնելիությունը նվազում է, համայնքները դատարկվում են։ Իսկ երբ բնակչությունը նվազում է, թուլանում է սահմանային ներկայությունը, պետական վերահսկողությունը դառնում է ձևական։ Այսինքն խնդիրը ուղղակիորեն առնչվում է ազգային անվտանգությանը։ Այժմ Էդուարդ Պողոսյանի «Սահմանի փակվող ամրոցը» տեսանյութը։ Մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը 200-ից ավելի դպրոց այսպես մեկընդմիշտ փակելու է իր դուռը։ Փաստերն ու հակափաստերը մեր երկրում շաբաթասկզբից իրար են բախվում։ Կառավարության դեռ 2022 թվականին ընդունած որոշումն է սահմանելու պետբյուջեից հանրակրթական ուսումնական հաստատությունները ֆինանսավորելու կարգ մեթոդաբանությունը։ Հենց այս փաստաթղթին հղում անելով են ոլորտի մասնագետները պնդում, մինչև այս տարվա սեպտեմբերի 1-ը, այսինքն 2026-27 ուստարվա մեկնարկը, Հայաստանում դպրոցներ են փակվելու, թեպետ այդ մասին ուղիղ խոսք գործադիրի փաստաթղթում խոշորացույցով փնտրես, չես գտնի։ Դրա հիման վրա 2023 թվականին նախարարը ստորագրեց հրաման, որտեղ ընդգրկվեցին 100-ից ավելի փոքր աշակերտական թվակազմ ունեցող դպրոցները, եւ այդ հրամանի անունը ուրեմն ոչ մի կապ չունի իհարկե դպրոցների փակման, նույնիսկ բառը չի օգտագործում։ Ահա եւ այդ հրամանը հյուսիսից հարավ, ավելի կոնկրետ Շիրակի Աշոտցքից Սյունիքի տանձատապ, այստեղ 232 դպրոցի անուն կա։ Նախարար Անդրեասյանն այս փաստաթղթով հաստատել է հանրակրթական այն ուսումնական հաստատությունների ցանկը, որոնք ներառում են կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրում։ Ներքին կարգով է բոլոր դպրոցներին ասվել էր հիմնականում մարզպետարանների միջոցով, որ ձեր դպրոցները ամենայն հավանականությամբ վերակազմակերպվեն եւ երեխաները դասի կգնան համայնքային կենտրոն դպրոցներում։ Դա գալիս է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից, որը հաստատվել է 2021 թվականի օգոստոսին, հստակ ասվում է, որ կազմակերպվելու են համայնքային կենտրոն դպրոցներ եւ փոքր դպրոցները վերակազմակերպվելու են։ Տվյալ դպրոցներում ֆինանսավորման ձևաչափը պահպանվում է մինչև դրանց վերակազմակերպում։ Սկսվում է գործընթաց, տեղեկացվում է բնակչությանը, տեղեկացվում է ուսուցիչներին, օժանդակազմին, որ այդ դպրոցները փակվելու են, քանի որ կառուցվում են նոր դպրոցներ, դպրոց կենտրոններ այլ համայնքներում։ Այն դպրոցները, որտեղ աշակերտների թիվը 100-ից շատ քիչ էր պակաս, նրանք անընդհատ աշխատում էին այն ուղղությամբ, որպեսզի այդ ցուցակից, իրենց ասելով եմ ասում, սև ցուցակից դուրս գան ու աշակերտների թիվը ավելացնելու։ Օրինակ, դրանցից 2-ին հաջողվեց։ Ընդամենը 2026 թվականի հունվարի 30-ին նախարարի հրամանով 2 դպրոց դուրս եկավ։
որոնցից մեկը օրինակ Լոռու մարզի Արջուտ գյուղի դպրոցն է, որտեղ աշակերտների թիվը հասավ 101-ի։ Այս է պատճառը, ահա թե ինչու փորձագետներից սկզբում մեկ այլ թիվ էինք լսում, հետո 3-ով պակասը։ Նշում էին, որ փակման եզրին է հայտնվելու 232 դպրոց, հետո արդեն 229, իսկ այն, որ սրանք պատահական թվեր չեն, կրթական գերատեսչությունում գիտեն, հաստատում են, բայց ուսումնական հաստատություններ փակելու լուրերը հերքում են, գնում են դպրոցներ կառուցելու, ոչ թե փակելու ճանապարհով։ Կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է հանրակրթության արդյունավետ զարգացմանը, կրթության հասանելիության ընդլայնմանը եւ որակի բարձրացմանը, այլ ոչ թե կրթական հնարավորությունների սահմանափակմանը։ Ցավալի է, որ կրթության ոլորտը շարունակվում եւ թիրախավորվում է հասարակության շրջանում անհիմն անհանգստություն եւ թյուր ըմբռնումներ առաջացնելու նպատակով։ 229 դպրոցներն այն ուսումնական հաստատություններն են, որոնք չնայած 2023 թվականից գործող ֆինանսավորման համակարգին փող են ստանում դեռևս հին բանաձևով, ոչ թե դասարանների, այլ աշակերտների թվաքանակի համար, պնդում են գերատեսչությունից։ Կարծում եմ այն մարդիկ, որոնք այս թիվը հրապարակել են, մի քիչ լավ չեն պատկերացնում, որ իրավական ակտերով ինչ է կարգավորվում։ Ես պատկերացնում եմ այդ թիվը որտեղից է։ Ուրեմն մենք ունենք դպրոցների ֆինանսավորման նոր բանաձև, որը գործում է 2023 թվականի սեպտեմբերից, բայց նաև հանրապետությունում ունենք փոքրաքանակ աշակերտներ ունեցող դպրոցներ, որտեղ գործում է դպրոցների ֆինանսավորման նախկին մոդելը, որը պետք է հնարավորություն տա, որ այս դպրոցները կարողանան այսպես իրենց կարևոր դպրոցի պահպանման հետ կապված հարցերը կարգավորել։ Ըստ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետի մինչև այս պահը մեր երկրի սահմանամերձ բնակավայրերում դպրոցները բացառապես մեկ պատճառով են փակվել։ Մինչև այս պահը սահմանամերձ գյուղերում, բնակավայրերում, եթե որևէ դպրոց դադարել է գործել, դրա միակ պատճառը եղել այն, որ այդ դպրոցում սովորող աշակերտ չի եղել, դեռևս նման տեսակի վերակազմակերպումներ չեն արվել։ Կրթության փորձագետներն իրենց հիմնավորումների շարքը հենց այստեղից էլ սկսում են։ Նրանց նախարարության պարզաբանումը, մեկնաբանությունը, հերքման տեքստերը չեն համոզում։ Վստահ են, շարունակում են պնդել, 229 դպրոց փակվելու է։ Առայժմ աշակերտների քանակով են ֆինանսավորում, համայնքային կենտրոնացված դպրոցները կկառուցեն, այնտեղ կտեղափոխեն։ Անընդհատ խոսք է գնում վերակազմակերպման մասին։ Եվ դպրոցների ֆինանսավորումն, որի մասին կրթության նախարարությունը իր հայտարարության մեջ նշում է, վերաբերվում է ուրեմն ֆինանսավորման կարգը մինչև դպրոցների վերակազմակերպումը, որովհետև արդեն դպրոցների վերակազմակերպումը ենթադրում է ակնհայտորեն դպրոցների փակում եւ աշակերտների տեղափոխում։ Ժողովրդագրության ոլորտում դպրոցը հանդիսանում է համայնքաստեղծ կարևոր նախապայման։ Դպրոցի բացակայությունը ինքը խտանելու է աշակերտների մեջ արտագաղթը։ Իսկ արտագաղթը դա ուղիղ ենթադրում է գյուղերի դատարկում, այսինքն գյուղերի մահվան սցենար։ Բացի դրանից, դպրոցների փակման գործընթացը սոցիալ-տնտեսական ոլորտում տնտեսական դեգրադացիայի, տնտեսական անկման արագացուցիչ է համարվում եւ ինքը բավական լուրջ խնդիրներ առաջադրում։ Շարքում առաջինը աշխատատեղերի խնդիրն են առանձնացնում մասնագետները։ Նրանց խոսքով հատկապես գյուղերում գիտենք, այս հարցը լուրջ է։ Մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներում, որոնց ապագան կասկածի տակ են առնում փորձագետները, շուրջ 2300 ուսուցիչ է աշխատում։ Այդ գյուղերում աշխատատեղերի այլ դիվերսիֆիկացիա չկա, հետեւաբար կորցնում են միակ աշխատատեղը, իսկ աշխատատեղը, տվյալ աշխատատեղը տվյալ գյուղում մնալու, ապրելու, հետագայում շենացելու համար սոցիալական մոտիվացիա է հանդիսանում։ Բայց սկզբում Սուրյանկյան հետ զրուցող փորձագետներն էլ կասկած են ունեցել, գուցե իսկապես պետությունն այս օրակարգով է շարժվում ապահովելու կրթության բարձր մակարդակ։ Այո, փոքր դասարաններով գործընթացի կազմակերպումն արդյունավետ չէ, հաստատում են, սակայն այս տպավորությամբ մնացին մինչև այն պահը, երբ կշեռքի նժարին դրեցին հենց այդ երկու հարցերը՝ մեկին կրթական որակի բարձրացումը, ինչը նրանց գնահատմամբ դեռ խիստ վիճելի է, մյուսին ազգային անվտանգության հարցը, գյուղերը չդատարկելը։ Տեղական ինքնակառավարման մարմինները նաև այդ գյուղերում հատկապես ասում են, որ դպրոցը կորցնելով մենք կորցնելու ենք պետության հետ ուղիղ շփվելու հնարավորությունը, որովհետև դպրոցները ըստ էության այս փոքր բնակավայրերում դարձել են պետության կամ պետական մարմինների
հետ շփվելու միակ հնարավորությունը կամ տեղեկատվություն ստանալու միակ աղբյուրը։ Երկու իրականություն է՝ պաշտոնական փաստաթղթային եւ փորձագիտական վերլուծական։ Մինչեւ փակվող դռների մասին խոսակցությունները չեն վերածվել փակվող դռների ձայնի, համայնքներում մարդիկ իրենց գյուղի անունն են փնտրում հերթական ցուցակում, հասկանալու թե արդյոք այն նշмарելու է վաղվա անորոշությունը, երբ կրթական քաղաքականությունը հատում է ժողովրդագրության, անվտանգության եւ սոցիալական կայունության հարցերի հետ սահմանը, այն ըստ մասնագետների դադարում է լինել լոկ ոլորտային որոշում, գտնվել միայն մեկ նախարարության պատասխանատվության տիրույթում։ Փորձագետներն ասում են, այն դառնում է պետական ընտրություն իր երկարաժամկետ հետևանքներով։ Էդուարդ Պողոսյան, Վահրամ Ավոյան, Գրիգոր Հովսեփյան, Սուրենգյուն։ Կհիշեք 2000-ականների լոտոների ու ջնջվող տողերով շահումով խաղերի բումը։ Գործընթացը մերթ ակտիվանում էր, մերթ թուլանում։ Մեկ վաճառքի նոր կետեր ու անուններ էին հայտնվում, մեկ էլ անետանում։ Պատճառը սոցիալական էր։ Այսինքն, երբ մարդկանց սոցիալական վիճակը վատթարանում էր, լոտոների տերերը բարգավաճում էին։ Բայց վերջին տարիներին այդ ինդուստրիան ամբողջությամբ դուրս մղվեց ու տեղը զիջեց օնլայն շահումով խաղերին։ Գիտենք, որ այս դաշտում գործողները տարեստարի նորանոր հաջողություններ են գրանցում, բայց թե ինչ մասշտաբների մասին է խոսքը, գոնե մինչև վերջերս շատերին անհայտ էր։ Հիմա ուշադրություն։ Միայն 2024 թվականին այս ոլորտի շրջանառությունը գերազանցել է 18 միլիարդ դոլարը։ Այո, ճիշտ լսեցիք։ Կարելի է իհարկե վիճակագրի դեր ստանձնել ու անցնել առաջ, սակայն ակնհայտ է, որ խաղամոլության նման մասշտաբները սպառնում են վերածվել ազգային անվտանգության աղետի։ Շահումով խաղերի ինդուստրիայի այս ահռելի շրջանառությունը վկայում է, որ խաղացողների թիվը Հայաստանում գնալով ավելանում է, չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարիներին ամբողջությամբ արգելվեց դրանց գովազդը։ Խաղում են բոլորը՝ պետական պաշտոնյաներ, գործարարներ, ոստիկաններ, զինվորականներ, բանվորներ։ Սա տնտեսական դժվարությունների, անարդարության զգացողության եւ ապագայի հանդեպ անվստահության հավաքական ցուցիչ է, հուսահատ բողոքի կամ անզորության արտահայտություն։ Տրամաբանորեն կառավարությանը պետք է մտահոգեր շրջանառության նման ծավալները։ Սա պետք է ազդակ դառնար անհետաձգելի միջոցառումների համար, ինչպես արվում է եվրոպական երկրներում, սկսած խաղադրույքի սահմանաչափից, վերջացրած միասնական տվյալների բազայի ստեղծմամբ, որտեղ յուրաքանչյուրը կարող է արգելափակել սեփական մուտքը կազինոներ։ Իսկ եթե դրանք չեն իրականացվում, ենթադրվում է, որ գործադիրը շահագրգեր է այդ ծավալներով, հուսալով, որ ոլորտից ստացվող արկերը կարող է ուղղել, ասենք, սոցիալական ծրագրերին։ Բայց արյոտես, որ թե վերջին տարիներին ակտիվորեն քննարկվում էր շահումով խաղերի հարկման նոր, շատ եկամուտ, շատ հարկ բանաձևը, սակայն ըստ մասնագետների կառավարության որոշ օղակներ այդ ամենը արգելակելու փորձեր են կատարում, որոնք ըստ էության հաջողվում են։ Թե ինչի մասին է խոսքը, Արմեն Աթալյանի «Խաղամոլության ատկատները» տեսանյութում։ Պատկերացրեք այսպիսի վերելակ, որը ամբողջությամբ, ամբողջ մակերեսով վերից վար լցված է $100 իրար սեղմված $100 Հիմա պատկերացրեք 64 հատ նման վերելակ, այսինքն բերնեբերան $100 լցված վերելակ։ Հենց այդքան գումար է նախորդ տարվա ընթացքում շրջանառվել Հայաստանի խաղային ոլորտում։ Պատկերացրեցիք։ 19 միլիարդ 500 միլիոն դոլար։ Ֆիքսեցիք թիվը։ Դե մի քանի անգամ կրկնեք։ Հիմա պատկերացրեք, որ նախորդ 2025-ին հենց այդքան գումար է շրջանառվել Հայաստանում շահումով խաղերի ոլորտում։ Զարմացած եք։ Ես եւս։ Իրականում վերջին տարիներին պարզ դարձավ, որ շահումով խաղերի ոլորտն աճում է անկախ որևէ հանգամանքից։ Գրաֆիկում նշված է, թե ինչպես է այս ոլորտի շրջանառությունն աճել 2017-ից։ Աճը կազմում է 3500%, այսինքն ավելացել է 35 անգամ։ Որն է պատճառը։ Առաջին բանը, որ մտքի գալիս է, ժողովրդի մի մասը դարձել է խաղամոլ։ Բազմաթիվ խմբեր կան, որոնք օրենքով այսօր էլ արգելված է, որ նոր օրենքով ամեն դեպքում պետք է խաղան, այդ դեպքում պետական ծառայողներ, զինվորականներ եւ այլն, այդ ամենի կարգավորման հենց նպատակով էլ ներդրվում է խաղային կարգավորման մասին օպերատորը։ Սա առայժմ բարի ցանկություն է։ 2 տարի առաջ ընդունված օրենքը դեռ չի սահմանել, թե ինչպես պետք է պետությունն արգելի կամ հսկի պետական աշխատողների չակերտավոր խաղային վարքը։ Գոնե նրանցից կարևորներին է։ Համապատասխան օրենքի լրամշակման հարցը կառավարության եւ խորհրդարանի ներկայացուցիչների միջև բանավեճերի առիթ էր դարձել։ Օրենքի նախագծում գրված է, որ արգելվում է սույն օրենքով նախատեսված խաղերի մասնակցություն այն քաղաքացիների համար, ովքեր օգտվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն որևէ ծրագրից։
այս կետը հանվել է։ Այն անձանց, ովքեր գտնվում են սնանկության վարույթում, այս անձանց խաղերի մասնակցությունը նույնպես արգելվում է, այս կետը նույնպես հանվել է։ Այն անձին, ում սպառողական վարկի ընդհանուր ծավալը գերազանցում է տարեկան եկամուտի 40%-ը, նրանց մասնակցությունը նույնպես արգելվում է, այս կետը նույնպես հանվել է։ Օրենքի ընդունումն ընթացել է լարված մթնոլորտում։ Կա կարծիք, որ դրան նպաստել է օնլայն խաղային ինդուստրիայի բարձրաստիճան լոբինգը։ Այդուհանդերձ ոլորտում ծրագրվում են էական փոփոխություններ, համենայն դեպս օրենքով։ Նախ հենց գալիք շաբաթներին մրցույթի միջոցով ընտրվելու է միասնական օպերատոր, որը համակարգելու է ոլորտը։ Իրական ժամանակում կատարված խաղադրույքների, գրանցված շահումների, խաղային process-ում տեղի ունեցող իրադարձությունների ամբողջ տեղեկատվությունը փոխանցվելու է ռեալ ժամանակում օպերատորի մոնիտորինգային կենտրոնին եւ հասանելի է լինելու պետական եկամուտների կոմիտեին վերահսկող մարմնին եւ իրենց հասանելիության մասով լիազոր մարմնին, այսինքն լինելու է ընդհանուր էլեկտրոնային կառավարման հարթակ, որին ինտեգրվելու են եւ կազմակերպիչները, եւ պետեկամուտների կոմիտեն, եւ լիազոր մարմինը։ Այսինքն տվյալ դեպքում էկոնոմիկայի նախարարությունը։ Սա այն համակարգն է, որը ստեղծվել է օպերատորի ընտրությունից հետո։ Ստեղծողն էլ հենց օպերատորն է լինելու։ Ենթադրվում է, որ վերջինն էլ տեխնիկապես կյանքի է կոչելու սահմանափակումները, որոնք կիրառվելու են քաղաքացիների որոշ խմբերի նկատմամբ։ Սահմանափակումներ են դրվել խոցելի խմբում ընդգրկված խաղացողների նկատմամբ։ Օրինակ, անձը օգտվում է պետական բյուջեի կողմից ֆինանսավորվող որևէ ծրագրից, կամ անձը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում եւ հանդիսանում է ընտանիքի անապահովության հիմքով ծրագրի շահառու, հաշվառված է կախվածությունների բուժման ազգային կենտրոնում։ Այդ անձանց մուտքը խաղային հարթակներ պետք է սահմանափակվելու է։ Ենթադրվում է, որ այս փոփոխությունների արդյունքում պետությունն այլևս բաց չի թողնի եւ ոչ մի դրամ, որը շրջանառվում է երկրում խաղային ինդուստրիայում, բայց մասնագետների կարծիքով շահումով խաղերի հարկման համակարգն ի սկզբանե սխալ ռելսերի վրա է դրված։ Հարկումը չի աճում ոլորտի շրջանառությանը համընթաց, այսինքն պետությանը բաժին է հասնում այս դաշտում պտտվող գումարների մի փոքրիկ մասը միայն։ Հարկադրույքները արդար չեն, ազնիվ չեն, որովհետև շատ դեպքերում, եթե կշեռքի նժարներին ենք դնում պետական օգուտը, թե տվյալ պետության քաղաքացիների բարեկեցությունը կամ խաղային ոլորտից հեռու պահելը, ապա բնականաբար խաղային ոլորտից հեռու պահելը գերակա պետք է ճանաչի։ Այսինքն ենթադրվում է, որ պետությունը պետք է այնքան հարկ գեներացներ օնլայն խաղերի ոլորտից, որ դրանց հասցրած վնասը կարողանար փոխհատուցել։ Իսկ այն, որ վնասը էական է, կասկածի տեղիք չի տալիս։ Եթե նայում եք վիճակագրությունը խաղային ոլորտի խաղադրույքների շրջանառությունը ինչքան է աճել, դրան զուգահեռ աճում է սպառողական վարկերի քանակը։ Այսինքն բոլորը բացի իրենց վաստակից, եկամտից, աշխատավարձից, այդ թվում սպառողական վարկեր են ներգրավում, որպեսզի կարողանան խաղային ոլորտի մասնակիցը դառնան։ Վերջերս տեղեկատվություն տարածվեց, որ Հայաստանում ամեն 6-րդ քաղաքացի ընդգրկված է բանկային համակարգի սև ցուցակում։ Սոցիալական ծանր վիճակից բացի չի բացառվում, որ օնլայն խաղերն էլ են էական դեր ունեցել այս հարցում։ Իսկ ո՞րն է օնլայն մոլախաղերի նման չակերտավոր հաջողության գաղտնիքը։ Խաղացող մարդը ինքը մտածում է, որ ինքը հաշվարկներ ունի եւ ինքը ամեն ինչ վերահսկում է եւ շուտով ինքը կհաղթի կշահի։ Մենք դրան ասում ենք կեղծ այսպես վերահսկման պատրանք, դա նույնպես լինում է ու դա իհարկե նպաստում է նրան, որ մարդը շարունակաբար խաղա։ Հենց խաղի ընթացքում մարդու մոտ սկսում է արտադրվել դոֆամին, որին կարելի է անվանել խոստացված հաճույքի հորմոն։ Կոպիտ ասած միսիա հաճույք, որովհետև հաճույք է ստանում ոչ թե բուն հաղթանակից, այլ հաղթանակի սպասումից։ Մարդուն մեղադրել, որ օրինակ վատ սովորություն ունի ուղղակի, վատ վարք է ինքը դրսևորում, կամ որ կամքից թույլ է, դա շատ սխալ է, որտեղ այդ մարդու մոտ ձևավորված հիվանդություն կա, ընդ որում գլխուեղի հիվանդություն, որի համար ցուցված է բժշկական օգնություն, նաև երբեմն հոգեբանի օգնություն, հոգեբանի աջակցություն եւ այլն։ Մյուս կախվածությունների համեմատ խաղամոլությունը ունի մեկ տարբերություն եւս։ Այն չի վնասում առողջությունը։ Ի տարբերություն ալկոհոլի կամ թմրանյութի, օնլայն խաղը մարդուն չի հասցնում բժշկի դուռը, ով էլ գուցե հոգեբանի մոտ ուղարկեր պացիենտին թույլ չտար կախվածության խորացումը։ Իսկ ինչ կլիներ, եթե ահռելի գումարների մի մասը գոնե պատտվեր ոչ թե խաղային ինդուստրիայում, այլ սպառման ապրանքների շուկայում։ Մարդիկ, ասենք, մթերք գնային ամեն օր պարտվելու փոխարեն 1000 դրամից մոտավորապես 300 դրամ եկամուտ է ապահովում պետության համար գումարած պետության քաղաքացիների այսպես վրա կատարվող սոցիալական բեռը թեթևացնում է ինչու որովհետև 1000 դրամի 10 հոգու ձեռքում շրջանառվեց խաղային ոլորտի պարագայում մոտավորապես 50 դրամ եթե պետությունը ստանում է եկամուտ մի հատ էլ նույն սոցիալապես խոցելի խավերին
պետությունը պետք է ծախս կատարի, որպեսզի կարողանա նվազագույն պահանջմունքները բավարարի։ Այսինքն տնտեսության զարգացման տեսանկյունից on-line խաղերի ոլորտի զարգացումը գրեթե օգուտ չի տալիս պետությանը։ Դրա համար էլ պատասխանատու պաշտոնյաներն օրինակ երբեք չեն նշի իրենց ամփոփիչ ասուլիսներում, որ 19 միլիարդ 500 միլիոն դոլար է 2025-ին պետտվել Հայաստանում շահումով խաղերի ոլորտում։ Պատվաբեր չէ։ Սա կուտակում է, խոշոր կուտակում է տեղի ունենում մեկ կամ մի քանի խաղացողների ձեռքում, որոնք որ տիրապետում են շատ մեծ կապիտալներ եւ այդ կապիտալները կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս են գալիս կամ նորից մարդկանց վաճառվում է։ Գումար տանում դարձնում է բանկ, բանկի միջոցով վարկ է տալիս խաղացողին, հետո նորից խաղով հետ է հավաքագրում։ Այսինքն մի հատ մեծ ցիկլ է ստեղծել, որտեղ մարդը մտնում է ցիկլի մեջ, այլևս չի կարողանում դուրս գալ։ Աշխատավարձ, վարկի մարում, խաղ։ Վարկի մարում խաղ։ Գործոնը, որը շատ հաճախ է հանդիպում, արդեն օրինակ բուժված, ախտադադարում գտնվող անձի մոտ, դա կորցրածը հետ բերելու ցանկությունն է։ Շատ կարևոր է գիտակցել, որ այդ կորցրածը հետ բերելու ցանկությունը պետքա փակվի ուղղակի։ Այսինքն մարդը պետքա համերաշխ ապրի, հաշտվի այն մտքի հետ, որ իր կորցրածը ինքը չի կարող հետ բերել։ Մասնագետները վկայում են, որ խաղամոլությունը բավականին ծանր հոգեբանական խնդիր է։ Դրա համար էլ գուցե բժշկի դիմողների թիվը չափազանց փոքր է։ Այստեղ ավելի շուտ պետք է կիրառվի բժշկության ոսկե կանոնը։ Բուժումը շատ ավելի բարդ է, քան կանխումը։ Դա է պատճառը, որ մասնագետներից շատերի կարծիքով խաղամոլության հարցը կարելի է լուծել միայն կոշտ սահմանափակումների միջոցով։ Կիսամիջոցները ոչինչ չեն տալու։ Արմեն Աթալյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Մտածում եմ, կարող է ինչ-որ բան եմ բզբզել, կպել է, հիմա էլ գցում են պատահականության վրա։ Ախտել էր գազը, որ կպավ, վերտան պալել։ Երբ մոտենում եք լուսացույցին, անպայման սպասեք, մինչև կանաչի նոր շարժվեք։ Փաստ է, որ այդքան մեքենաների բախվելուց հետո Hyundai-ը դեռ շարունակել է ընթացքը, խոսում է այն մասին, որ մեքենան նորմալ արագություն է ունեցել։ Այս բանն էլ կոտրե։ Ապշել էի ոչ միայն տեսնելով այս Mercedes-ի վիճակը, ավելի ստույգ այն, ինչ դրանից էր մնացել, այլ որ ավտոբուսում վթարի պահին գտնվել են մեծ թվով ուղևորներ։ Փորձս հուշում է, որ նման հարվածներից հետո ողջ մնալու հավանականությունը գրեթե զրոյական է։ Արվածը շատ ուժեղ է։ Իսկ ով էր մահացողը։ Հարցի պատասխանին երկար չսպասեցինք։ Պարզվում է նախկին դատախազ Տիգրան Սուքիասյանը։ Անցնող շաբաթ հայտնի դարձավ, որ վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել են հանրապետության ոստիկանապետի 3 տեղակալները։ Լուրը որևէ իրարանցում չառաջացրեց, որովհետև սպասելի էր։ Հատկապես վերջին շրջանում չկա մի օր, որ չլսենք սպանության դեպքի կամ սպանության փորձի մասին, ինչը վկայում է, որ առկային խորքային եւ լուրջ խնդիրներ։ Բայց հարց է առաջանում. արդյոք այդ խնդիրների պատճառը հենց ազատված պաշտոնյաներն էին։ Ստաժավոր իրավապահներ, որոնց պաշտոնավարման ընթացքում նախկինում նման դեպքերը անհամեմատ քիչ էին։ Ինչ եմ սա ասում։ Իսկ գուցե պետք է այս անիրավչության ու անօրինության պատճառը այլտեղ փնտրել։ Ինչպես է ստացվում, որ նույն մարդիկ ժամանակին ապահովում էին հասարակական կարգը, իսկ հիմա ձախողեցին։ Շատերը պնդում են, որ պատճառը վերին օղակների ոչ արեստավարժ լինելն է։ Երևի հասկացաք, որ նկատի ունեն մասնավորապես նախարարին, ով ստեղծված իրավիճակի առաջին պատասխանատուն է եւ ում հրամաններն էլ կատարում էին ազատված փոխոստիկանապետերը։ Այդպես է թե ոչ կարող ենք համոզվել որոշ ժամանակ անց, եթե այդպիսի հանցագործությունների թիվը չնվազի, ուրեմն մարդիկ իրավացի են։ Բայց խնդիրը միայն հանձերը չեն, նաեւ ստեղծված իրավիճակն է։ Նկատի ունեմ հանգամանքը, որ իրավապահ ամբողջ համակարգը ակտիվորեն ներգրաված է քաղաքական գործընթացներում, ինչի մասին մի քանի անգամ խոսել ենք։ Ու երբ հանցագործներին բռնելու փոխարեն իրավապահները հետապնդում են անդիմադիր գործիչների կամ ակտիվիստների, հանցաշխարհը ակնթարթորեն արձագանքում է։ Չիմացողների համար ասեմ, որ այդ աշխարհի ներկայացուցիչների մոտ 6-րդ զգայարանը բավականին զարգացած է, եւ օգտվելով իրավապահների, այսպես ասեմ, անգործությունից, գործի են դնում իրենց ձեռքի տակ եղած ամբողջ զինանոցը ու առստացնում քրեական առանց այն էլ հարուստ վիճակագրությունը։ Ստացվում է, որ քաղաքական գործընթացները սպասարկելով փոխոստիկանապետերը աչքաթող են արել իրական հանցագործներին։ Սա է թերևս պատճառը, որ նրանց հեռացումը հանրությունը ծանր չտարավ։ Անցած օրերի քրեական քրոնիկոնը, դժբախտ պատառներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի հանցաշխարհի խրախճանքը տեսանյութում։ Այ ժողովուրդ ջան, էս ինչ է կատարվում մեր ազգի հետ։ Էս ինչ սատանա է մտել մեր մեջ ու դուրս չի գալիս։
Օրը ցերեկով երիտասարդների են գնդակահարում կամ դանակով մահացու հարվածներ հասցնում։ Տո մեկ դատախազը կասկածելի հանգամանքներում մահանում, մեկ մեքենաներ են այրվում, մի խոսքով Հայաստանը դարձել է Սոդոմ Հոմոր, բայց երբ լսում ես իրավապահներին ասում են, թե ամեն ինչ վերահսկողության տակ է, հիմա կամ սրանք մեզ լրիվ գժիտեղ են դրել, կամ իրենք են խելապակաս, այդ ձեր տունը շինվի, փաստերին նայենք, թե ձեր գեղեցիկ խոսքերին։ Հեսա, ձեզ որ լսենք, հաստատ կպատկերացնենք, որ այս երկու մեքենաները իրենց կպել են։ 5-րդ տասնամյակս վաղուց արդեն հաղթահարել եմ, ուստի դադարել եմ հավատալ հեքիաթներին։ Նենց որ, ինչպես կասեն ռուսները, լապշու նաուշենե վեշացե։ Որպեսզի հասկանաք, թե ինչ նկատի ունեմ, մանրամասնեմ Մայրաքաղաքի Ավան առինջ առաջին միկրոշրջանում տեղի ունեցածը։ Դեպք, որը գիշերը ժամը 3-ին ոտքի էր հանել թե իրավապահներին, թե հրշեջներին։ Հա, երկու հատ ավտո է, տրակ է պայթում է։ Ախպել էր այդ գազը, որ կպավ վեսան պալնել, էսան եկեք։ Ժողովուրդ, դուք մի քիչ հետ եկեք, էլի։ Տեսնում եք, թե ինչպես են կրակի լեզուներին կուլ գնացել ավտոցեղ սպասարկման կետում կայանված Mazda եւ Nissan Magnich-ի մեքենաները։ Ինձ համար շատ հետաքրքիր էր տեղեկանալը, որ գիշերվա այդ միլիոնին ավտոցեղ սպասարկման կետում աշխատողներ են եղել, հենց որոնք էլ մինչև հրշեջների ժամանումը փորձել են կանխել կրակի տարածումը, սակայն այս դեպքում փորձը փորձանք է դարձել։ Թարգմանաբար նշանակում է, որ նրանց մոտ ոչինչ էլ չի ստացվել, ու հիմա այս մեքենաները դարձել են երկաթի ընդունման վայրի պոտենցիալ ապրանք։ Միակ ուրախալի փաստն այն է, որ մարդկային կորուստներ չկային։ Էսի Mazda-ը, էսի Nissan։ Դեպքի վայր հասած իրավապահները 2 վարկած էին առաջ քաշում։ Անայդ անձը կամ անձիկ միտումնավոր հրկիզել են մեքենաները, կամ մեքենաները անզգուշաբար են բռնկվել։ Ակունք իմաստնության, որ սա չասեք, կյանքում գլխի չեն կընկնի։ Մնում է բացատրեք, թե ոնց են մեքենաները իրենց բռնկվում, ինչպես ասում էր դասականը, եփած հավի ծիծաղն եկավ։ Այս վարկածի օգտին չի խոսում նաև փաստը, որ այդ ժամին ավտոցեղ սպասարկման աշխատակիցներ են գտնվել այդ վայրում։ Մտածում եմ, կարող է ինչ-որ բան են բզբզել, կպել է, հիմա էլ գցում են պատահականության վրա։ Մի խոսքով, իրավապահներ, նորմալ կաշխատեք, գրդոն չանեք ու իրական պատճառը կվերահանեք։ Գոլոշին է դա։ Թիասայի տնաշեն, ռադիոսարկ ուներ, որ պետք է նորոգվեր, մարդավարի մոտենայր այս կրպակին աշխատողին, խնդիրդ ներկայացներ ու հանգիստ գործի գներ, բայց չէ, վիճիցելի, պիտի դիկտատի լեզվով խոսա, երևի լսել է, որ այս ժամանակներում այդ լեզվով խոսացողների թիվն ավելացել է, լավ, ամբողջությամբ կատակ էր, նույնիսկ ռադիոսարքերը այս կրպակում նորոգել են Նիկոլի թվին, հիմա այստեղ թերթ ու ամսագիր են վաճառում, ավելի ճիշտ վաճառել են, մինչ այն պահը, երբ այս ամենագնաց Nissan-ը ներխուժեց կրպակի մեջ։ Էսի հայ մամուլի կրպակն է, չէ՞։ Ազատության պողոտայում ենք Ահարոնյան եւ Ադոնց փողոցների խաչմերուկում, որտեղ երեկոյան ժամը 20-ի սահմաններում 26-ամյա Դավիթի այս Nissan-ը նախքան կրպակի մեջ մխրճվելը հասցրել է բախվել 22-ամյա Ռազմիկի Mazda-ի հետ։ Կարծնեք, թե ինչն է եղել բախման պատճառը, ժողովուրդ ջան, երբ ասում ենք խաչմերուկ, կարծես ամեն ինչ պարզ է դառնում։ Հավանաբար երկու մեքենաներն էլ փորձել են դեղինի տակ անցնեն ու փորձը փորձանք է դարձել։ Նյութական ավտարը վարորդներն է սթափել։ Վթարի հետևանքով մի հոգի տուժել էր։ Նրան արագ հասած շտաբօգնության բրիգադը տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո փորձել է տեղափոխել հիվանդանոց, բայց նա հրաժարվել է։ Ասել եմ ու ելի կասեմ, հարգելի բժիշկներ, մի լսեք տուժածներին, բավոր ներքին արյունահոսություն մոտը սկսի, գիշերը հանգիստ կքնեք, բան չունեմ ասելու, որ դուք մասնագետ եք, բայց նաև հասկանում եմ, որ այս բժշկական կենտրոնները ձեզ նեղում են, ասում են հնարավորինս քիչ մարդ բերեք, մի լսեք,
մի կոտրվեք, կարևորը մարդու կյանքն է, դուք ձերը արեք, թող նրանք հնարավոր հետևանքների համար պատասխան տան, բայց շատ խորացա, այս դեպքի մառալը էնա, որ երբ մոտենում եք լուսացույցին, անպայման սպասեք, մինչև կանաչի նոր շարժվեք, հուսամ դալտոնիկներ մեզանում քիչ կան։ Գրասա այդ պայնը սենց հետիոտներն անցնելուց լինեին։ Այ ժողովուրդ ջան, եկել է առողջության համար ամենաբարդ եղանակային սեզոնը։ Ինչքան սիրտ անոթային քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդ կա, բոլորը բողոքում են։ Ուր որ է գարուն է բացվելու։ Երիտասարդների սիրած, իսկ հիվանդների ատելի սեզոնը։ Հիմա կասեք, Շամշան, դու հաստատ ուզում ես բժշկական տաս, տնաշեն, ես ինչքան ես խոսում բժշկության թեմաների մասին, ժողովուրդ ջան, ինչ մեղքս թաքցնեմ, հա, ժամանակին ուզում էի, բայց այդ կյանքը ուրիշ ձևի դասավորվեց, հետո էլ բժշկական թեմաների մասին խոսում եմ, երբ դրա անհրաժեշտությունը կոնկրետ օրինակով կա, ու մայրաքաղաքի Լեպսուսի 41 շենքի դիմաց տեղի ունեցածը բացառություն չէ։ Էնի լա, սրանք կայանված են եղել, էլի։ Հիմա կասեք, այս մի թիքա տեղը այսքան վթարված մեքենա որտեղից, բանն այն է, որ ժամը 16-ն Ցիցունի սահմաններում այս Hyundai-ը ոչ տարել ոչ բերել է, բախվել է Lexus-ի 41 շենքի դիմաց կայանված Mercedes-ին, Kia-ին, Dodge-ին, ապա մեկ այլ ավտոմեքենայի եւ առաջ ընթանալով բախվել աղբամանին, կոտրել այն եւ հայտնվել բնակչի քարե շինության տարածքում։ Արդեն այն փաստը, որ այդքան մեքենաների բախվելուց հետո Hyundai-ը դեռ շարունակել է ընթացքը, խոսում է այն մասին, որ մեքենան նորմալ արագություն է ունեցել։ Հետևաբար, ինչն է ստիպել վարորդին մեքենաների սպան կազմակերպել, հարցը լրիվ տեղին է։ Ըստ հավաքվածների վարորդի ինքնազգացողությունն ավատացել։ Սա է ասում ժողովուրդ ջան, որ հատկապես այս սեզոնին նման դեպքերը հաճախակիանում են, այնպես որ հարգելի վարորդներ ու հատկապես սիրտ անոթային ընդգծված հիվանդություններ ունեցողներ, մտածելով ձեր եւ այլոց առողջության մասին, աշխատեք մինչև ապրիլի կեսերը հնարավորինս քիչ վարել մեքենա, հետո չասեք, թե չեմ զգուշացրել։ Արքելակման տեղրել չկա։ Այս բանն էլ կոտրե, բազալտե ու աղբամանը այստեղ է դրած եղել էլի։ Լավ, ահագին հեռանանք մայրաքաղաքից ու հասնենք Երևան Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կիլոմետր։ Մի խնդրում եմ հələ այս Mercedes-ի վիճակը նայեք, անկեղծորեն ապշել էի, երբ տեղեկացա, որ 23-ամյա Հայկի այս Mercedes-ի ու Իրանի քաղաքացի 43-ամյա Մահդի Մոխտապի այս ավտոբուսի բախման հետևանքով զոհ չկա։ Ապշել էի ոչ միայն տեսնելով այս Mercedes-ի վիճակը, ավելի ստույգ այն, ինչ դրանից էր մնացել, այլ որ ավտոբուսում վթարի պահին գտնվել են մեծ թվով ուղևորներ։ Սառած վաղտը չեք ասում սառածա, մի որ ճանապարհը բացած մա սառածա։ Հա, բայց ճիշտ եմ ասում, լավին լավ պիտի ասես, վատին վատ։ Իսկապես ճանապարհին մերկասառույց չկար ու որքան էլ փորձ արին հակառակում համոզել զուր էր, պարզից էլ պարզ է, որ մեքենաներից մեկը դուրս է եկել հանդիպակաց ու համայրա ճակատային բախում ունեցել։ Ավելի լավ է իրավապանները պարզեն, թե վարորդներից որ մեկն է շփոթել իր հասանելի գիծը ու ինչն է եղել պատճառը։ Իսկ մենք միայն ավելացնենք, որ ի ուրախություն վթարի մասնակիցների, հատկապես Mercedes-ի վարորդի, Վայոց Ձոր բժշկական կենտրոնի շտաբօգնության բրիգադը բավականին օպերատիվ է գտնվել ու վիրավորներին ոչ միայն արագ տեղափոխել է բժշկական կենտրոն, այլև առաջին բուժօգնությունն է ցուցաբերել։ Լրիվ չոր ճանապարհը բաց։ Վերջ, հաջողության աստղի տակ ծնվածների պատմությունները ավարտվեցին։ Սկսվում են ողբերգական ելքով դեպքերը։ Արդեն առիթ ունեցել եմ վարորդներին զգուշացնել, որ հատկապես գիշերային ժամերին զգոնությունը կրկնապատկեն։ Թվում է, թե մեքենա չկա, մարդ չի երևում ու կարելի է հագեցնել ադրենալինի պաշարը, բայց ցավոք միայն թվում է։ Այդ ժամերի հարուստ տխուր վիճակագրությունը համալրվեց եւս մեկով մայրաքաղաքի սրտում Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ողբերգությամբ։ Մաքրույն էլի։
Մեքենայի դիմապակու վիճակից կարելի է եզրահանգել, թե ինչա գիշերը ժամը 3-ի սահմաններում ստեղ տեղի ունեցել։ Չգիտեմ, թե ինչ է մտածել 26-ամյա Վահեն, ուշադրությունը որտեղ է եղել, բայց ճանապարհին չի նկատել 45-ամյա Արթուրին։ Դիմապակու վնասվածքը վկայում է հենց այդ մասին։ Նկատի ունեմ հանգամանքը, որ գլխով հարվածը բավականին ուժգին է եղել։ Այսինքն, վարորդը չի էլ արգելակել։ Փորձս հուշում է, որ նման հարվածներից հետո ողջ մնալու հավանականությունը գրեթե զրոյական է։ Ցավոք չի սխալվում։ Հարվածը շատ ուժեղ է, որ խնդրենք մի հատ սավան գտակ։ Վարորդը փախուստի չի դիմել, ազանգել աշտաբօգնություն, բայց օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը, իսկ ով էր մահացածը՝ 45-ամյա Արթուրը, որը աշխատում էր Երևանի քաղաքապետարանի սանմաքրման հիմնարկությունում ու հենց վրաերթի պահին էլ մաքրման աշխատանքներ է իրականացրել։ Այս դեպքը եւս մի վկայությունն է, թե բացի ծանրից ինչ վտանգավոր է այդ հիմնարկի աշխատակիցների աշխատանքը։ Չգիտեմ, երևի թե պետք է արտահակուստը ավելի ֆոսֆորային դարձնել, որպեսզի մեծ հեռավորությունից էլ երևա, մի բան պետք է անել, որովհետև սա առաջին դեպքը չէ։ Այս էլ խեղճի ավելն է, այսա։ ԵԱՍՄ։ Ես որ ասում կոշիկը հենց էլ այդ խեղճ մարդը մահանում է։ Եվ վերջում մի դեպքի մասին, որը իսկապես ինձ ցնցեց։ Դե գիտեք, սովորաբար ինքնասպանության դեպքեր չենք ներկայացնում, ելնելով մի պարզ իրողությունից, դրանք վարակիչ են։ Առաջին հայացքից ասածս աբսուրդային կթվա, բայց դե հոգեբանները կարող են բացատրել, թե ինչ նկատի ունեմ, ու այս թեմայի մասով չեմ ուզում շատ խորանալ, այլ կոնկրետ դեպքի։ Օրը ցերեկով ավելի ստույգ ժամը 15:50-ի սահմաններում ահազանգ ստացա, թե Շամշան հասի, հաղթանակ կամրջի տակ Հրազդան գետում դիկա։ Գետի մեջ է, չէ։ Նույն ահազանգը ստացել էին նաև իրավապանները ու հասնելով նկարագրած վայր պարզել, որ այն հավաստի է։ Հրազդան գետի մեջտեղում տղամարդու մարմին են նկատել ու անմիջապես ահազանգել փրկարարներին։ Երբ հասա դեպքի վայր, փրկարարական գործողություններն ընթանում էին։ Մահացածի մարմինը դուրս էին բերում գետից։ Իսկ ով էր մահացողը։ Հարցի պատասխանին երկար չսպասեցինք։ Պարզվում է նախկին դատախազ Տիգրան Սուքիասյանը, ով 2024-ին ազատվել էր Սյունիքի Կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից։ Հարազատներին հոգեբանական օգնություն էլի ցույց տալի։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ դեպք պարզվում է, սակայն ինքնին երևույթը շատ մտահոգիչ է, հատկապես վերջին իրադարձությունների ֆոնին։ Այո, սատանայը մտել մեր մեջ ու դուրս չի գալիս։ Տպավորություն է, թե մի անտեսանելի ձեռք ինչ կա չկա խառնում է, որպեսի այս ազգը միշտ տարապի։ Զգոն եղեք, ժողովուրդ ջան, մի տրվեք սադրանքների, կարմիր գծերը մի անցեք, միևնույն է, բարին միշտ էլ հաղթում է չարին։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գնանք Լուիսի հետևից, դրանից պայծառը չկա։ Կհանդիպենք մարտի 8-ին ժամը 22-ին։ Աստված պահապան հայազգին։